Только что. Մոսկվայում տեղի ունեցած ռուս-ամերիկյան պատվիրակությունների մոտ 5 ժամ տևած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ բանակցություններն արդյունավետ են եղել։ Հնարավորություն ունեցանք մանրամասն քննարկել ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները, ասել է նա։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մոսկվայում հանդիպումից հետո ամերիկյան բանագնացները եվրոպական երկրներից մեկում պետք է հանդիպեին Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն ուկրաինական կողմը չեղարկել է հանդիպումը։ Действительно, на почве реальности. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Եվրոպայի դեմ պատերազմելու մասին լուրերին եւ հերքել տարածված տեղեկությունները։ Собираемся воевать с Европой. Մենք չենք պատրաստվում պատերազմել Եվրոպայի դեմ, ես այդ մասին արդեն 100-րդ անգամ եմ ասում, սակայն եթե հանկարծ Եվրոպան ցանկանա մեր դեմ պատերազմ սկսել, մենք պատրաստ ենք հենց հիմա, այստեղ ոչ մի կասկած չի կարող լինել։ Պուտինը նշել է, որ եթե ուկրաինական հակամարտության հարցում իրենք նրբանկատորեն են մոտենում, ապա Եվրոպայի դեմ պատերազմելիս լրիվ այլ կերպ է լինելու, որովհետև այդ պարագայում ոչ ոք չի լինի, որի հետ Ռուսաստանը կարող է բանակցել։ Так, чтобы, Չնայած բանակցություններին, Ռուսաստանի Տամբովի մարզում ուկրաինական անօդաչուները հարվածել են նավթամբարին, դեպքի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Կիևը շարունակի հարձակվել Սևծովում գտնվող ռուսական տանկերների վրա, Մոսկվան կձեռնարկի պատասխան միջոցներ։ Նրա խոսքով ռուսական բանակը կարող է տալ արմատական այնպիսի պատասխան, որի արդյունքում Ուկրաինան ամբողջությամբ կկտրվի ծովից։ тезис нанесения России